Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է, որ մերժել է Հայաստանում հոսանքի գինը իջեցնելու հեծի սեփականատեր Տաշիր ընկերությունների խմբի առաջարկը։ Հոսանքն էժան վաճառելու առաջարկ ընկերությունը ՀՑԿՀ-ին արել էր այս տարվա հունիսի 6-ին եւ մեկ շաբաթ անց ստացել մերժման պատասխան։ ՀՑԿՀ-ն այսօր հայտարարություն է տարածել, փորձելով պատճառաբանել, թե ինչու է մերժել։ Հիմնավորումներից մեկն այն է, որ սակագների վերանայումներ տեղի են ունենում տարվա վերջին, ամբողջ հաջորդ տարվա համար, իսկ Տաշիր ընկերության առաջարկը վերաբերում էր 2025-ի օգոստոսի 1-ից սկսած հոսանքի գնի իջեցմանը եւ ՀՑԿՀ-ում մտավախություն են ունեցել, թե կարող է 6 ամիս հետո տարվա վերջ տարբեր գործոններով պայմանավորված սակագնի բարձրացման անհրաժեշտություն լինի։ Հաջորդ հիմնավորումն այն է, որ հեծի մի գրությամբ առաջարկել էր ավելացած 3.6 միլիարդ դրամ օգուտի հաշվին հոսանքի գինը նվազեցնել, դարձնելով 1 կիլովատժամի դիմաց 0.5 դրամ։ Մեկ այլ գրությամբ հեծը 12 միլիարդ դրամի ներդրումային առաջարկ էր ուղարկել եւ ՀՑԿՀ-ում որոշել են, որ այդ երկու գործոնի հանրագումարի արդյունքում հոսանքի գինը կդառնար 1 կիլովատժամի դիմաց ոչ թե 0.5, այլ 0.2 դրամ։ ՀՑԿՀ-ի հայտարարությունից հասկանում ենք, որ բոլոր դեպքերում հոսանքի գինը իջնում էր, բայց իրենք մերժել են այդ առաջարկը։ Ներդրումների ավելացման մասով 12 միլիարդ Քաղաքական ենթատեքստ է տեսնում ՀՑԿՀ-ի որոշման մեջ հեծի նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նա ի տարբերություն ՀՑԿՀ-ի կարծում է, որ հոսանքի սակագինը կարող է նվազել ոչ թե կես, այլ 1 դրամ։ Ըստ նրա, իշխանությունը միտումնավոր է մերժել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, որ դա անի 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ղազինյանի հիմնավորմամբ, եթե ՀՑԿՀ-ն որոշեր համաձայնել, ապա սակագնի իջեցումը լինելու էր բացառապես սեփականատիրոջ ազգային բարերար Սամվել Կարապետյանի եկամուտի հաշվին։ Ես օֆիցիալ հայտարարում եմ, որ Տաշիր կապիտալը պնդում է այս պահին կատարել սակագնի իջեցում եւ մեր ժողովրդին էլ ուղղակի տեղյակ եմ պահում, որ դա լինելու է միայն եւ միայն Տաշիր կապիտալի Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին եւ այսպես որպեսի քաղաքական նախընտրական ինչ-որ բաներ չկառուցեն, հաշվի առնելով իրենց ունակությունները այդպիսի բաներ անելու, բերեն մի վիճակի, ասեն տեսեք, կառավարիչը եկավ, այսպես արեց, այնպես արեց, լավ աշխատեց, որի պատճառով սակագինի իջավ, մենք պնդում ենք, խնդրում եմ դուք էլ մեզ աջակցեք, պնդում ենք, որպեսզի շատ արագ կատարվի այդ փոփոխությունը եւ սակագնի իջեցում տեղի ունենա, հաշվի առնելով, որ մեր ազգաբնակությունը րոպե առաջ, օր առաջ պետք է ավելի էժան սակագնով այսպես վճարի։ Ղազինյանը պնդում է, որ ՀՑԿՀ-ն որոշումը վերանայելու արդյունքում կարող է հիմա էլ իջեցնել հոսանքի գինը։ Եվ հիմա նույն պնդումն անում ենք սակագինը իջեցնելու համար։ Հիմա իջեցրեք, ինչի՞ չեք իջեցնում։ Այնտեղ նամակի մեջ նշված էր տարվա վերջ կներվերանայինք, տարվա վերջին մնացել է 2 ամիս, իմջալուց ասեմ, այս 2 ամիսը ձմեռվա ամիսները գիտեք, որ շատ է հոսանք ծախսվում։ Շատ ավելի լավ հիմա արեք, որպեսզի այս շատ ծախսած հոսանքի համար ավելի քիչ վճարվի, էլի որոշակի չափով զսպվի բեռը ժողովրդի համար։ Ղազինյանի կարծիքով նոյեմբերի 18-ին ՀՑԿՀ-ն հեծի դեմ հարուցված բարույթի վերաբերյալ քաղաքական որոշում է կայացնելու եւ Տաշիր գրուպին զրկելու է լիցենզիայից եւ այդ դեպքում պետությունը Սամվել Կարապետյանին ստիպված է լինելու վճարել հեծի շուկայական գնի 100% եւ ընկերության արժեքի 15%-ը։ Դա կազմելու է մի քանի 100 միլիոն դոլար։ Մեր պաշտոնյաները շատ խելոք լուրջ դեմքով ասում են մենք գումարն ունենք, բյուջեն եւ այլ, բայց անգամ արտաքին պարտք ներգրավելու դեպքում էլ մենք բոլորս ենք դա վճարելու, ինչպես այսօրվա եղած արտաքին պարտքը։ Եթե ՀՑԿՀ-ն որոշի լիցենզիայից զրկել Տաշիր գրուպին, նաև պետք է որոշի, թե ով է շարունակելու կառավարել այն։ Այդ գործը ըստ Ղազինյանի կշարունակի անել այժմյան ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Ձեզ ասեմ, ըստ այսպես շատ հավաստի հասած ինֆորմացիաների, այն սկզբնական գալու ժամանակ համապատասխան սուբյեկտն ասում էր ես 3 ամսից գնալու եմ, ներքին խոսակցություններ եմ ասում, հիմա ըստ երևույթին հարմարվել է հանուն Հայաստանի Հանրապետության իր նախկին ստացած աշխատավարձից 6-7 անգամ ավել ստանալուն ու ըստ ինձ նաև ինքն էլ նշանակվելու է։ Հիմա դուք կարող եք մտածել ինչ եմ ես պես կարծում, ես ներքին Աստված տա սխալվեմ, բայց ներքին համոզմունք ունեմ, որ իրենք այս նիստով լիցենզիայից զրկելու են, որովհետև կա քաղաքական պատվեր եւ համոզված ներքին նորից համոզմունք ունեմ, որ այդ որոշումը անգամ հանձնաժողովի անդամները չեն գրելու։ Իրենց գրված տրվելու է, իրենք էլ խելոք դա անելու են։ Նոյեմբերի 18-ի նիստը անակնկալներով լի է լինելու ՀՑԿ-ի համար, խոստանում է Ղազինյանը, բայց մանրամասներ չի հայտնում։
Ես ձեզ անկեղծ ասեմ, շատ հետաքրքիր նիստ է սպասվում, շատ։ Ես պահանջել եմ, որպեսզի ժամանակային սահմանափակում չդնեմ, որտեղ այդտեղ չկա այդպես ժամանակային սահմանափակում, ռեգլամենտ կա, հարց ու պատասխան։ Անակնկալներ են սպասվում շատ, որոնք ես այսօր բնականաբար չեմ բացի, հենց այդ ժամանակ բոլորդ կլսեք։ Վաղը հեծի սեփականատեր Տաշիր ընկերությունը նորից կդիմի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, պահանջելով կատարել հունիսի 6-ին ուղարկված գրավոր առաջարկը եւ իջեցնել հոսանքի սակագինը, հայտարարել է հեծի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ու ուղիղ կոչով դիմել ՀՑԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, մեջբերում իջեցրու սակագինը պարոն Մեսրոպյան, գրել է Կարապետյանը։ Երրորդ օրն է Հայաստանը հետևում է Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի որոնողական աշխատանքներին։ 100 ոստիկան, փրկարար ծառայության 212 ծառայող, մոտ 200 կամավորներ փնտրում են փոքրիկին, որն անհետացել է երկուշաբթի երեկոյան։ Նա մեծ եղբոր հետ է տնից դուրս եկել, մեծ եղբայրը վերադարձել է, ինքը ոչ։ Տիգրանի եղբայրը համր է, չի կարող պատմել, թե որտեղ է թողել 3 տարեկան եղբորը։ Փոքրիկին փնտրում են 7 ուղղություններով, կան մի շարք վարկածներ, որոնք առաջ են քաշել գյուղի բնակիչներն ու Տիգրանի հարազատները, սակայն դրանցից որևէ մեկը դեռ չի հաստատվել։ 3-ամյա Տիգրանի անհետանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հոդվածով։ Արարատ Միրզոյանին 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերը ազգային ժողովի դիմաց ծեծելու գործով դատախազությունը մեղադրյալներին մեղադրանք առաջադրել էր սպանության փորձի հոդվածով, սակայն դատավոր Ժորա Չիչոյանը մեղադրանքը վերավորակել է ավելի մեղմ զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու հոդվածով։ Թորգոմ Մասատրյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Ըստ էության սենսացիոն նորություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական տեսանյութն է հրապարակել Facebook-ում, վերագրելով այն սենսացիոն նորություն Կտրիչ Ներսիսյանից։ Փաշինյանը նշել է, որ կանոնագիր Քայոցի համաձայն մեջբերում Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, քանի որ դրժել է կուսակրոնության ուխտը։ Հետևաբար նա կարգալույծ է։ Կարգալույծը չի կարող կարգալույծ անել, եւ Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարակ մատուցել Հովանավանքում, ասել է Փաշինյանը, հիշեցնելով, որ այս կիրակի եւս Հովանավանքում մասնակցելու է պատարակի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ու վաղը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում։ Այսօր նա կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Վաղը Ելիսեյան պալատում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ստավրոպոլում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտի պայթեցման փորձը։ Ահաբեկչություն նախապատրաստողը գործել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների դրդմամբ։ Կադրերում երևում է, թե ինչպես են իրավապահները ձերբակալում կասկադյալին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել է պաղեստինյան Համաս շարժմանը հրադադարը խախտելու համար եւ հրահանգել է հուժկու հարվածներ հասցնել Գազային։ Իսրայելական հարվածներից զոհվել է ավելի քան 90 մարդ։ Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ երկրի պաշտպանական ուժերի զինծառայողները հարձակման են ենթարկվել Գազայի հարավում։ Համասը կտրականապես հերքել է եւ հայտարարել, որ Իսրայելի հարվածների պատճառով հետաձգում է զոհված իսրայելցիների մարմինների վերադարձը։ Թրամփը Իսրայելին թույլատրել է հարվածել Գազային, միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը չի կարծում, թե հրադադարը սպառնալիքի տակ է։ ԱՄՆ նախագահի խոսքով Թել Ավիվը պատասխանել է Համասի հարձակումներին, քանի որ ունեցել է դրա լիակատար իրավունքը, եւ դա չի համարվում հրադադարի խախտում։ Նրանք սպանել էին Իսրայելի պաշտպանական բանակի զինծառայողի, այդ պատճառով Իսրայելը հարվածել է եւ ճիշտ է արել, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Հարավային Կորեա, որտեղ վաղը նախատեսված են բանակցություններ Չինաստանի ղեկավարի հետ։ Առևտրային պատերազմում Չինաստանին զիջող ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը մի շարք ոլորտներում առաջինն է աշխարհում։ Մենք մի շարք տեղերում իսկապես համար մեկն ենք։ Մենք համար մեկն ենք ռազմական ուժով, զենքի որակով։ Ահա թե ինչու են բոլորը ցանկանում մեզանից գնել։ Մենք առաջինն ենք նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մենք ամեն օր մեկ նավ ենք արտադրում։ Պատկերացնում եք։ Հյուսիսային Կորեա Թրամփի այցի կարևոր կետերից մեկը Չինաստանի հետ առևտրային բանակցությունների հեռանկարն է։ Նա հայտարարել է, որ Սի Ցինփինի հետ հանդիպումից ակնկալում է դրական արդյունքներ։ ԱՄՆ նախագահը ծրագրում է նվազեցնել չինական ապրանքների
ապրանքների ներմուծման վրա սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը։ Չինաստանի նախագահին վաղը գալիս է այստեղ եւ մենք հուսով եմ համաձայնություն կգանք։ Մենք գործարք կկնքենք, դա լավ գործարք կլինի երկու կողմերի համար եւ դա իսկապես հիանալի արդյունք կլինի աշխարհի համար։ Մենք վերջ ենք դնում առևտրային հսկայական դեֆիցիտներին, շուկամուտք գործելու առևտրային խոչընդոտներին, մատակարարման շղթաներին։ Իր ելույթում Թրամփն անդրադարձել է նաեւ Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման գործընթացին եւ հայտարարել, որ այն երկրորդ փուլում է, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է ենթադրում այդ նոր փուլը։ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում արյունալի մարտեր են տեղի ունեցել թմրակարտելների խոշոր ցանց ղեկավարող Կարմիր հրամանատարության դեմ։ Այդպես է կոչվում թմրաբիզնեսով զբաղվող բանդան։ Ըստ վերլուծաբանների, սա Ռիո դե Ժանեյրոյի նահանգի պատմության ամենամահաբեր ոստիկանական գործողությունն է եղել։ Հայտնի է 64 զոհվածի մասին, նրանց թվում 4 ոստիկան, մի քանի խաղաղ բնակիչ։ Ըստ լրատվամիջոցների, բանդայի անդամները կատաղի դիմադրություն են ցույց տվել։ Այրվող մեքենաներով, ավտոբուսներով փակել են քաղաքի հիմնական մայրուղին։ Առաջին անգամ հանցավոր խմբավորումը օգտագործել է զինված անօդաչու թռչող սարքեր ոստիկանական ուժերի վրա պայթուցիկներ նետելու համար։ Գործողության պատճառով տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ են փակվել։ Բնակիչները ավելի քան 12 ժամ չեն կարողացել դուրս գալ փողոց։ Արյունահեղ մարտի ընթացքում ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Կարմիր հրամանատարության պարագլուխներից Յակո դու Նասիմենտո Մենդեսին։ Գործողության ընթացքում առգրավել է զենքի մեծ զինանոց, հարյուրներով գրոհային հրացաններ, ատրճանակներ եւ նռնակներ։ Ըստ իշխանության գործողության նպատակն էր կանխել Կարմիր հրամանատարության տարածքային ընդլայնումը։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտարարել է Ճամայկայում աղետալի իրավիճակի մասին։ Կղզում մոտեցել է Մելիսա փոթորիկը, որը դարձել է ամենահզորը վերջին 100 տարվա ընթացքում։ Փոթորիկն ունի վտանգավորության ամենաբարձր 5-րդ աստիճանը։ Կղզում մոտեցող 300 կմ/ժ արագությամբ քամին սպառնում է ավերել ամեն ինչ իր ճանապարհին։ Քամուց բացի կղզում սպառնում են հորդառատ անձրևներն ու սողանքները։ Արդեն հայտնի է, որ Ճամայկայից Մելիսա փոթորիկը շարժվում է Կուբա։ ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում փորձարարական կապիկներ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է եւ ագրեսիվ տասնյակ պրիմատներ ազատության մեջ են հայտնվել։ Ջասպեր շրջանի բնակչությանը զգուշացվել է կենդանիների հնարավոր հարձակումների մասին։ Ժամեր հետո հաջողվել է փախուստի դիմաց կապիկներին բռնել բացի մեկից։ Ըստ որոշ տվյալների, Թուլեյնի համալսարանից դուրս բերված լաբորատոր մակականները վարակված են եղել միանգամից մի քանի վտանգավոր հիվանդությամբ, այդ թվում հեպատիտ C-ով եւ COVID-19-ով։ Թայվանում անցկացվել է ընտանի կենդանիների զգեստների մրցույթ, որը նվիրված էր Հելոուինին։ Տասնյակ շներ եւ կատուներ իրենց տերերի հետ դուրս են եկել պոդիում, կրելով վառ ու սարսափազդու զգեստներ։ Կենդանիները ներկայացվել են դդումների, վամպիրների կերպարներով։ Մասնակիցներից մեկը պատմել է, որ ընտրել է դասական սարսափ ֆիլմի թեման։ Մեր կերպարները պարոն վամպիր ֆիլմից են։ Ես հագնված եմ որպես դաոսական քահանա Լամ Չին Յինգ, իսկ իմ շուն Նյունյուն զոմբի է։ Կենդանիները մրցել են ամենաքաղցր ուրվական արքադիդղոսի համար։ Ամենաօրիգինալ եւ կրեատիվ զգեստների հաղթողները մրցանակներ են ստացել։